Բարի գիշեր բոլորիդ, շնորհակալ ենք, որ Աստված մեզի անգամ ևս կյանք տվավ, որ հավաքվեցանք։ Մենք մի շարունակենք սերդել մեր թասը, որ գսե միավորելով երկինք ու երգիրը, Քրիստոսը, Փիլիպպեցիներու եւ Գողոսացիներու քիրքերու մեջ։ Ուրեմն ասկիկն է, որ շարունակենք, երրորդ թասը հասել ենք եւ երրորդ թասին վերնակիրն է կյանք եւ մահ, հետաքրքիր վերնակիր է։ Աղոթենք Սուրբ Հոգի ներկայությունը խնդրենք, որպեսզի շարունակենք մեր թասը։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզ մե բոլոր բարիքներիդ համար եւ որ հիմա մեր մեջ ներկայացեր։ Երկնավոր քո Սուրբ Հոգիդ պետք ունենք, որպեսզի գայնանք քո խոսքդ Սուրբ Հոգիով հասկանալ եւ կործացնել մեր կյանքին մեջը։ Խնդրեմ, որ դու խոսես մեզ մե ամեն մեկուն հայրիմ եւ մեր միտքերը փանաս, որպեսզի գայնանք քո խոսքդ հասկանալ։ Թող փառքը բադի բզորությունը լահորը որդուն եւ Սուրբ Հոգին հավիդյանս հավիդենեց Հիսուսի անով խնդրեցի ամեն։ Կյանք եւ մահ, ուրեմն գարթալու մեր համարն է Փիլիպպեցիս առաջին գլուխ 21-րդ համարը։ Մասնզի ինձ համար ապրիլը Քրիստոս է ու մեռնիլը օգուտ։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն մարդիկ շատ անգամ գսեն, որ մահը կյանքին մեկ մասն է, բայց իրականության մեջ, երբ որ գնայինք աստվածաբանական տեսակետով, Աստված այդպես չստեղծեց մարդը։ Մարդը ստեղծեց հավիտյան ապրելու համար, չստեղծեց որ մարդը մեռնի, շիտայ է։ Մահը մեջ մտավ, ինչպես որ գսե մեքենան գշինես, փչանալը հետը չես շիներ։ Ուղղակի մեղքը մահը բերավ։ Պողոսը վճռականորեն գսե Քրիստոս մեռավ, որպեսզի իր մահով գործանե մահվան իշխանությունը ունեցողին, այսինքն սատանային։ Ուրեմն մահվան իշխանությունը սատանային ցերկն է, եւ Հիսուս անոր համար եկավ, որպեսզի այդ իշխանությունը գործի եւ ազատե անոնց, ովքեր իրենց ամբողջ կյանքում քերված էին մահվան ահեն։ Այսինքն մեզի պիտի ազատե այդ մահվան ցերկեն կամ սատանայի ցերկեն։ Թեև գսե Պողոս պատրաստ էր մեռնել հանուն Քրիստոսի, ինչպես որ Պետրոսն ալ, շիտակ է, Հիսուսը ես քեզ համար մեռնելու պատրաստ եմ, օրինակի համար։ Պողոսն ալ մեռնելու պատրաստ էր Քրիստոսի համար։ Բայց ինքը գիտե, որ թե իր կյանքով կամ մահով Քրիստոսին պետք է բադվե եւ ավետարան հնարավորին չափ շատերուն պետք է քարոզե։ Այո։ Եվ իր քրվաստերու միջոցով, իր քրություններով շատ քիրքեր գրեց Պետրոսը կամ թուղթեր գսենք, այլ նամակներ էին անոնք, Պողոսին քրազները նամակներ կոչվին։ Այդ թուղթերուն, այդ քիրքերուն, այդ նամակներուն միջոցով Պողոսը շատ մարդոց հասավ, նույնիսկ այնպիսի տեղեր, որ ինքը երբեք չէր կացած, բայց իր նամակները հասան, ինչպես որ մեզի։ Պողոսը մեզի չի հասավ, բայց իր նամակները մեզի հասան։ 2000 տարի եղավ։ Այո։ Ուրեմն կյանքը կարճ է եւ մենք աստծոարքայության մասին հնարավորինս պետք է ավելի շատ խոսենք եւ անենք այդ տարիներուն ընթացքում Աստված մեզի տված է որ չափ կյանք ունենք Աստծո համար պետք է ապրենք։ Ուրեմն մեր առաջին տեղը սերդելու համար պիտի ալա որ հարցում այս է ինչն է կյանքեն եւ մահեն առավել կարեւոր Փիլիպպեցիներ առաջին գլուխ 19-20 համարները 19 եւ 20 համարները։ Քանզի գիտեն, որ Աստծո վաղճանը իմ քրտությանս համար պիտի ունա ձեր աղոթքներով Հիսուս Քրիստոսին օգի օգնությունով։ Իմ երանդում ակնկալությանս ու իմ հույսիս համեմատ, որ բանումը ամոթով պիտի չունամ, ապա կատարյալ համարձակությունով, ինչպես ամեն ատեն, լիպեսա, հիմա Քրիստոս իմ մարմնի մեջ պիտի փառավորվի, թե ապրելովս եւ թե մեռնելովս։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն կյանքին ու մահեն ավելի ինչ կարևոր է հոս Պողոսին համար, Պողոս առաքյալ գշեշտ է, ինչ ավելի կարևոր է իրեն համար։ Բանով ամոթով պիտի չմնամ։ Քրիստոս պիտի փառավորվի իմ մարմնիս մեջ, թե ապրելովս, թե մեռնելովս։ Եթե մեռնիմալ Աստված պիտի փառավորվի, եթե ապրիմալ Աստված պիտի փառավորվի, աս է Պողոսին ասածը։ Երբեմն գսենք, որ մենք ցավերու մեջ ենք, Աստծեղս կցավի, անդեր ցավի, կցավի կամ չի ցավիր, Աստված նույնն է։
Հիվանդ եմ, հիվանդ չեմ, ասված նույնն է, ասված չի փոխվի։ Ասիրա պիտի անցնի, ժամանակավոր է, պիտի անցնի։ Ուրեմն որպեսզի կարևորին չէ, ամոթով չմնամ Քրիստոս փառավորվի։ Պողոսին համար գսե օդար չէին հալածանքները, եւ գիտեք ինչ տեսակ հալածանքներ ունեցավ Պողոս։ Ավելի հաջող փանդերու մեջ գսե ինքը։ Հաջող մահացու։ Հрьяաներեն 5 անգամ 41 պագաս հարված կերած։ 3 անգամ խարազանված, այսինքն խարազանը մդրագը չէ, երկաթե բզդիկ բաներ կա, միսիտ վրա այդ կհանե։ 1 անգամ քարգոծվելով, 3 անգամ նավափայգության ենթարկվելով։ Նավը լման չարտվեցավ, ինքը ճյուրին մեջ են ազատեցավ, 3 անգամ, 1 անգամ չէ։ Ցերեկը եւ քիշերմը ծովուն անտուտին մեջ մնացել եմ, ինչպես շնչեց չենք գիտեր։ Բազմաթիվ ճամփորդություններ, վտանգներ քեդեր են, վտանգներ ավազակներ են, վտանգներ ասկագիցներ են, վտանգներ հեթանոսներ են, վտանգներ քաղաքներու մեջ, վտանգներ անաբադի մեջ, վտանգներ ծովի վրա, վտանգներ սուտ եղբայրներ են։ Ասի ամենեն թեքեշն է, չէ, գրնագետ կզարնե։ Հոգտություն եւ աշխատող բազմիցս արթուն մնալով քաղցր ու ծարավ, բազմիցս ծոմի մեջ, ցուրդի եւ մերգության մեջ։ Ասի երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ 23-27 համարներուն մեջը գսե որ ինչ նեղություններ է, ինչ ինքը անցել է։ Բայց աս ամենը իրեն համար իրեն ուղեղը ամենաշատ կսպաղեցներ այն թե եկեղեցիներուն մտահոգություններ, եկեղեցիներուն լավ ըլլալ, այսինքն եկեղեցիներուն Աստծո հետ հարաբերություն ունենալ, եկեղեցիները Աստծո հետ քալելու մասներ իր մտահոգությունները։ Իր հոգը չէ որ ինքն հատնեղությունները գրեր, միայն իր հոգան է որ եկեղեցիները շիդակ ճամփու մեջ ըլլան։ Ինչպես որ Հիսուս կսե ոչ մեկ բան չխնայեց մեզի փրկելու համար, Պողոս Արաքյալը պատրաստ է գսել ծախսվելու եւ ծախսելու։ Գիտենք որ Պողոս Արաքյալ ինք իր աշխատանքով գաբրեր, ինքը գաշխատեր եւ կքարոզեր։ Ուրիշ բան մը գսե, երբ որ որչափ Հիսուսի կորզողություններուն մոդես, այդչափ որչափ որ Հիսուսը գսիրես կնադես, այդչափ որոշ մարդիկ գսե քեզի կհալածեն։ Որչափ որ գուզես քրիստոնյա լալ, որչափ մաքուր լալ, այդչափ ավելի հալածանք կունենաս, այդչափ քեզ չեն սիրել։ Հիսուս ալասավ, եթե դուք ինձ բեսը լակ, ցեզի պիտի սիրես, ինչպես ինձ չսիրեցին։ Ուշադիր լանք ուրեմն գսե, ինչպես կաբրիկ եւ ինչպես կվերապերույթ մարդկանց, հատկապես անոնք ովքեր ցես հետ լավ չեն վարվիր։ Ինչ տեսակ վկայություն կուտասի գա Հիսուսի մասին։ Մեկը քեզ հետ լավ չի վարվիր, ոտքիդ կգոխե։ Դու ինչ տեսակ պատասխան կուտաս ադոր։ Ինչի՞դ գախուտ Մենք հատկապես հավատացյալներս ընդգրկված ենք ասե հագամարտության մեջ։ Մենք հոսանքին հագարակ կընթանանք։ Ուրեմն ես մեկ վայրկյան կարդամ Կորինթացիս Հոնմեգը չունի երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ 3-6 համարներ մեջ է Պողոս Արաքյալ մեզի գսե որ ինչ տեսակ է մեր պայքարը Քանզի թեպետ մարմինով գքալենք, բայց ոչ թե մարմնավորապես զինվորություն գնենք Վազի մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, հաբա Աստուծմե զորություն առած ամրոցներ քագելու։ Մենք խորհուրդներ կքագենք։ Եվ Աստծո գիտությանը թեմ բոլոր հբարդացած, բարձր բաներ ու բոլոր մտքերը Քրիստոսին կհնազանդեցնենք եւ քերի գնենք։ Պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդություններ, որբեսի ծեր հնազանդությունը կատարյալ լա։ Ես չեմ գիտեր ինչպես վրեժ գառնվի, միայն վրեժ առնվի նկատեմ թե երբ որ Դիմացինը քեզի համար քեշություն կմտածե, բայց դու անոր լավություն կնես։ Ադի է մեր վրեժը։ Մենք ուրիշ ծևով վրեժ չենք կնանանել։ Խորհուրդներ քագել։ Խորհուրդներ քագել ինչ է նշանակել։ Ամրոցներ քագելու մենք խորհուրդներ քանք, երբ որ մարդիկ քեշություն կմտածեն, խորհուրդները լավ չեն, անաստվածություն է եւ քեշություն է դիմացիննելու, երբ որ մենք կաղոթենք, Աստված
գարձես թե Աստծո ոչ թե իրավունք կուտանք, այլ ճամփա գփանանք, որ Աստված աշխատի եւ այդ խորհուրդները կագվին։ Հրամեցեք։ Խորհուրդները կգել կնշանակի այն հավատացյալները, որոնք կարոտեն իրենց կառավարության համար, որ փոխվի։ Ադիալ մեջ կմտնա։ Աստված այդ ղեկավարներուն խորհուրդները անվես ու կդարձնե, քանի որ իր զավակները գաղութեն այդ ղեկավարն համար երկիրը խաղաղության մեջ պետք է վարվի։ Աստված իմ մտքես անցած խորհուրդը, երբ որ գաղութեմ, որպես իմ ղեկավարները սանիգա անեն, Աստված այդ խորհուրդը կդանի հոն գտնե, որպես այդ ղեկավարն է, ինձ անտիպադ է։ Այո։ Ուրեմն երբ որ խորհուրդներ կսե, դու աղոթելու ես այն անձերուն համար, որ գիտես վրանց խորհուրդները լավ չեն, ղեկավարության խորհուրդները լավ չեն, որ ժողովրդին խաղաղությունը պիտի խանգարեն, ուրախությունը պիտի խանգարեն, աղոթես անոնց համար, որ Աստված անոնց խորհուրդները փոխե եւ քեզի ցույց տա Աստված, որ ինքը աղոթքը լսեց եւ պատասխանեց։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն խորհուրդները կգա։ Հոգևոր զենքերը խաղապարներ են, լավ կամ վատ, այսինքն սրանանք օգտագործեք սե քննադատությունը, թավաճանությունը, հիմա ինչպես որ ասիր, ամոթը, վախը, հասարակագիտներու ճնշումը, peer pressure, եւ նման այլ գործիքներ, որոնք քրիստոնյան երբեք չպետք է օգտագործեն։ Անոր փոխարեն մենք պետք է գործածենք սերը, ողորմությունը, խաղաղությունը, նրբությունը, համբերությունը, փարությունը եւ ինքնադերաբիդումը։ Մեր ամենահզոր զենքը խոհեմորեն օգտագործված Աստծո խոսքն է։ Ինչ որ բան կա, այս շաբաթը լսենք, երբ որ Աստծո գամքը գուզես գիտնալ, նայ որ նախ Աստծո խոսքի մեջ է ինչ է անելիքը եւ անամ գիտնաս Աստծո գամքը եւ Աստծո խոսքը ամենազորավոր զենքն է։ Կարդանք մեր երկրորդ տեղը Փիլիպպեցիս 1:21-22։ Ասոնց ինձ համար ապրիլը Քրիստոս է, ներմիլը օգու։ Եթե մարմնի մեջ ապրիլս իմ կորձից բդուկ կբերե, ալ չեմ գիտեր որը անդրեմ։ Այո։ Այո։ Ուրեմն ճակատամարտը հոգևոր է։ Մենք խաղապարներ եւ արժեքներու բادرազմի մեջ ենք։ Մարմինի չէ, երբեմն դեղեր կա, որ մարմնական, ֆիզիկական բادرազմ կա, բայց հիմա խաղապարի ճակատամարտ է։ Ուրեմն Քրիստոս քանի որ խաչիրը հաղթանակ տարավ մեզի համար, քանի դեռ մենք միապանված ենք անոր հետ, մենք չենք պարտվիր։ Նույնիսկ եթե մեզի սպանեն, մենք չենք պարտվիր, քանի որ Քրիստոսի հետ միապան ենք։ Ուրեմն Բողոս ուղափեց իր կյանքը երկրի վրա, քանի որ իր կյանքը եւ աբական վստահած էր ավելի բարձր թադարանի, Աստծո վստահած էր։ Ադո համար գսե որ Մեռնիլը օգուտ է, հիմա գիտնանք, ինքը շատ դժվար, ինչպես ու քիչ առաջ ասենք, շատ դժվար բարակայ մեջ անցավ։ Մեռնիլը ավելի հանգիստ կներ, մեռնիլը վերջանար իրեն դանչանքն ու չարչարանքը, բայց իրեն մնալը օգուտ էր ժողովրդին, եկեղեցին օգուտ էր, որովհետեւ սորվեցնե, քաչալերե, հանդիմանե, զորացնե ժողովուրդը։ Ուրեմն ոչ թե ուժը գսե ճիշտ կդարձնե, այլ ճիշտն է որ մեզի ուժ գուտա։ Երբ որ մենք ճշմարտություն ունենք, մենք ուժ ունենք։ Ոչ թե որ մենք ուժեղ ենք սելով ճշմարտությունը գնանք փոխել, այլ քանի որ մենք ճշմարտության մեջ ենք, այնադեն է մեր ուժը։ Ուրեմն հանձնված Աստծո գամքին բադվաբեր կդառնա, իրական այդ է միակ ճամփան հաղթականած դուրս ելնելու համար բادرազմ են, երբ որ մենք Աստծո գամքին կվստահենք։ Ուրեմն գարտանք նաև երրորդ մեր դեղը 23 եւ 24 համարները։ Երկու կողմանիները միացած է։ Մեկներում Քրիստոսի երկրալու։ Այս վերջինը շատ ավեկ է։ Այս մաննի մեջ ենալը եզի համար ավելի հարգավոր է, այո։ Այո, շնորհակալ եմ։ Հիմա ասհատվածը շատերը շատ սխալ ձևով գնան մեկնաբանել, գսե որ երկու գոմեն նեղ մնացածը մեկներ Քրիստոսի հետ ալալով, փափակ ունենալով, թե վերջինը շատ աղեկ է, այսինքն որ անդրեմ գսե, մարմնի մեջ ապրիլովս կորձից բդուղ կփերեմ։
Հիմա հագատրության մասին կխոսի Պողոս Արաքյալոս, կխոսի որ կյանքի եւ մահվան հագատրությունը կա։ Քրիստոնյան Գաբրի Քրիստոսի համար եւ գնա նույնիսկ մեռնել Քրիստոսի համար։ Այդ իմաստով ադի շահ է։ Քանի որ անոր վկայությունը նույնքան ավելի հզոր է եւ համոզիչ է։ Բազինձի համար ապրիլը Քրիստոս է մեռնելը օգուտ կամ շահ։ Մեր վկայությունը զորավոր է, ինչ մարդուն անցած ինչ որ գուզես պատմել, բայց երբ որ գսես որ ես ինձ այսպես պատահեցավ, ադիգա շատ զորավոր ուժ ունի, խոսք ունի իր մեջը։ Եվ երբ որ մարդը մահանալու համար իրեն հավատքին համար պատրաստ է մեռնելու, ադիգա զորություն է։ Աչափ կհավատա ինքը իր ասածի, որ մեռնելու հոժար է։ Իր այդ հավատքին համար հոժար, ինչպես որ բոլոր առաքյալները Եթե Քրիստոս իրականության մեջ հարություն առաջ չլար, ով պիտի մեռներ։ Ով հանցնգարներ սուդի համար մեռնել։ Ոչ մեկը պիտի չուզեր մեռնել, քանի որ սուտ մգա, բայց քանի որ իրականություն էր, ամենահոժարացան նույնիսկ կմեռնի, մսին, բայց ադի է շիդագը, ադովերը հաստատ կգենամ։ Մենք պետք է գիտակցենք սակայն որ մեռնող մահացածներ իսկապես մահացած են, անոնք ոչ մեկ բան չեն գիտեր, օրինակի համար Ժողովողի մեջ կսե 905 ժողովող 905 Ինչ որ գսենք ամենը սուրբ Գիրքեն է ժողովող 905 կսե որ որովհետև անոնք որ Գաբրին գիտեն թե պիտի մեռնին բայց մեռները փամը չեն գիտեր ու ալ վարձք մը չեն առներ բազի անոնց հիշադակը մորցվեցավ եւ ամեն բան գործվեցան գսե Մեռնողը կհանգստանա, ինչպես որ Հիսուս ասավ, որ գնանչե եւ հանգիստ կնե մինչեւ իր քալուստը։ Հիսուս ասավ Հովաննու 5:28-ին մեջը Ասովրամի ժամանակ պիտի կա, երբ բոլոր քերեզմաներու մեջ եղողները անորցայինը բիլասեն։ Ու դուրս պիտի կան անոնք, որ բարի գործեր են կյանքի հարության համար եւ անոնք, որ չար գործեր են թադաբարության հարության համար։ Երկու հատ հարություն կա, ասոնք ժամանակ 1000 տարի տարբերություն է մեջը, բայց Հիսուս ինքն է գսե, որ մի զարմանակ քերեզմաներ մեջ եղողները, քերեզման մեջ եթե չես, եթե մեռելը չմեռած, ինչպես որ շատերը գսե սխալ կթարգմանեն Պողոսին ասածը, որ ինձի համար ավելի նեղ մնաց Քրիստոսի հետ ալալ փափակ ու Քրիստոսի հետ ունենալու փափակը ատվարգային համար չէ, այլ Հիսուսի քալուստեն վերջը Քրիստոսի հետ ալալու փափակն է։ Ժամանակ բանը չդագ է հետ ալալը, բայց ժամանակն է սխալ որ մարդկա որ գխորի որ մեռնելուն բայց Քրիստոսի հետ կերտաս։ Ինչու համար այլանան քերեզմաները պիտի բացվի։ Հիմա ասի ուրիշ նյութ է, ուղղակի ասվրային գասենք, ասելու համար որ իրեն Փափական է որ Քրիստոսի համար ծառայ է ապրի ինչ որ անե նույնիսկ մեռնի Քրիստոսի համար ադիգա շահ է իրեն համար Մահը նման է առանց երազի քունի գսե որն Հիսուս իր հավատարիմ հետևորդներուն գարտնցնե երկրորդ քարոզի ժամանակ Ատկե վերջը կենթանի սուրբերն հետ միասին կվերցվի եւ կդարվին երկինք Հիսուսի հետ հավեր ժլալու համար Թեսաղոնիկեցի 4:16-17 գսե երբ որ փողը հնչե ամենը մեկ-մեկ կարծալու ժամանակ աճունենք, կրնանք անիգա դարբեր տասկ մանել։ Քրիստոսի հետ ըլլալու համար գնշանագի անոր հետ ըլլալ դարաբակների մահվան ժամանակ, որբեսի մասնագիտ ծլնանք մերելներին հարություն առնելուն, անգասկած այն գիտեր, որ մահվան բահին կփագի աչքերը եւ հաջորդը որ գիտակցի, նույն ակնթարթին Հիսուսին տեսնելն է, որ իրեն Աստծո ժողովրդի հետ կդանի այն վայրը, որ պատրաստած է բոլոր իրեն սիրողներուն համար։ Պողոսը չգիտեր ինչպես ընտրությունն է, կենթանի մնալ եւ քերեզմանի մեջ հանգչելու մեջ եւ քրեչեմ թե որ ընտրեմ, քանի որ ինչպես որ տեսանք շատ նեղություններու մեջ է գանցներ։ Եվ քրածադեն ալ փանդի մեջ էր, ինչպես որ սկիզբը ասենք տասին։ Ուրեմն այնուամենայնիվ որքան ալ որևէ մեկը չի ցանկար մահանալ, երբեք մտածել եք այմաս եւ մահվան բային հաջորդ բանը որ գիմանա Քրիստոսի վերադարձն է։ Ինչպես կրնա այդ միտքը օգնել հասկանալ Պողոսի տեսակետը։ Հասկացանք արդեն բավական սերդեցինք անիգա Հիսուսի վերջին աղոթք իր աշակերտներուն համար
կենտրոնացած է մեկ թեմայի շուրջը՝ միասնություն, միապանություն, հայր, ում որ ինձի դվիր, գուզեմ որ ինձի հետ լան, ուր որ ես եմ, որբեսի իմ փառքը ստեսեն եւ այն փառքը որ ինձի դվիր, Հովաննույն մեջը գսե։ Որբեսի միավորված լան, ինչպես որ մենք միասին միավորված ենք, ինչպես որ հայրը Հիսուս հետ է, Հիսուսը գուզե որ մենք իրեն հետ միավորված լանք։ Որբեսի աշխարհը հավատա եւ որբեսի աշխարհը իմանա որ դու ինձի ուղարկեցիր։ Ուրեմն երբ որ մենք աս աշխարհի վրա քրիստոնյաները միապան են իրարու հետ, մենք կարս կաբացուցենք աշխարհին որ Քրիստոս հայրը ուղարկեց Քրիստոսով, քանի որ մենք Քրիստոսի սիրով միապան ենք իրարու հետ։ Քսանվեց 25 եւ 26-ը գարտացինք։ Հա, հրամեցեք։ Չէ, ներողություն, ատկի առաջ ուրիշ հատուն գարտացիր։ Հա, այո։ Հա։ Այս բանին համոզված լավով, գիտեմ, թե ձեր ամենուն հետ պիտի կենամ ու մնամ, որպեսզի դուք զարգանաք եւ ուրախ ըլլաք հավատքով, որպեսզի ձեր բարձանքը իմ վրայովս ավելի ըլլաք Քրիստոս Հիսուսով, իմ նորեն ձեզի գալուստ պատճառելով։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն գսե, եթե շարունակում ենք ապրել, ապա ինչ պետք է լա մեր հույսը։ Որպեսզի դուք զարգանաք եւ ուրախ ըլլաք հավատքով։ Այսօր համար է, որպեսզի մենք ուրախ ըլլանք հավատքով։ Հիսուս գսե սկիզբը ուրախ եղեք, դարձյալ գսեմ ուրախ եղեք, նեղություններու մեջ ալ ուրախ եղեք, ոչ թե նեղության համար, այն որ Աստված ունի։ Երեք մեկ հատ նկարը եկավ, գրագի մեջ է գսե, երբ որ գանցնես, Աստված քո հետ է գրագին մեջ։ Մենակ չես, Աստված երբեք քեզ մենակ չի ցկեր։ Ուրեմն հաջորդն ագարտանք 27 մինչև 30։ Միայն թե Քրիստոսին ավետարանին ինչպես կվայել է, այնպես վարվեցեք, որպեսզի եթե կամ ձեզ տեսնեմ եւ կամ հեռու ըլլամ, ձեր վրայով լսեմ, թե դուք հաստատուն կկենաք մեր հոգիով ու մեկ շունչով պատերազմակից կլակ ավետարարին հավատքին համար։ Բանով հնալ մի զարվուրիկ հակառակորդներեն, որ անոնց կորուստին ապացույցն է ու ձեզի փրկության։ Այն ալ աստուծմե բազմի ձեզի շնորհեցավ Քրիստոսին համար, ոչ թե միայն անոր հավատալ, ապա անոր համար չարչարվիլ, նույն պատերազմը մղելով, որ իմ մեջս տեսակ ու հիմա իմ վրայովս կլսեք։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն գսե ինչպես կվայելե այնպես վարվեցեք, այսինքն արժանի վարքակից ունեցեք, դրսևորեք գշնային քաղաքացի եղեք։ Աս քրիստոնեական երկրին քաղաքացին եղեք։ Որպես երկնային թագավորության քաղաքացի լերան քարոզը կներկայացնի հրաշալի պատկեր գսե, թե ինչպես կլանք հորը զավակները, յաբանոր թագավորության անդամներ, հոգիով աղքատ, հեզ, քաղցած ու ծարավի արդարության, ողորմած, սրդով մաքուր, խաղաղարար, մյուս այդը թարցնող, իր թշնամիներին սիրող, անիծողներուն օրհնող, ադողներուն բարի կնող, մի խոսքով միայն իրավունքը բահել, ողորմությունը սիրել եւ խոնարհությամբ ընթանալ քո Աստծո հետ, կսեմ Միքայեն մեջը 6-ը։ Ամբողջ Աստվածաշունչը իրարու հետ կապված է։ 5 գրական, նոր գրական, ամենը իրարու հետ կապ ունին։ Դժվար է գսե վիրավորվել այս տեսակ մարդեն կամ փարգանա անոր վրա, որ այս տեսակ թիրք ունի իր կյանքին մեջը։ Ուրեմն մենք ավելի գնանք սիրառատ լալ եւ գնանք ավելի արադացել լալ, ողորմած եւ խոնար։ Շատ հաճախ եկեղեցի մեջը անհամացայնությունը գփխի հբարդութեն են։ Երբ հբարդությունը աշխարհիկ փառամոյությունը գխրախուսվի, Քրիստոսի ոգին կհեռանա, Սուրբ ոգին կհեռանա։ Եվ խանթը տարածայնությունների վեճերը մուտք կգործեն եկեղեցի, կշեղեն եւ կթուլացնեն եկեղեցին։ Անոր վրա ուշադիր պետք է լանք։ Որքան կարևոր մեզ մե յուրաքանչյուրը սորվի այն խոնարհությունը եւ հեզությունը, որ դրսեւորեց Հիսուսը, որքան ավելի դարբեր եկեղեցիներ կգնանք ունենա, երբ որ այդպես լա։ Ուրեմն Սատանայի ռազմավարությունը սակայն բաժանելը եւ նվաճելը։
կփաժնե եւ կնվաճե։ Բայց Հիսուս կսե միապանեցեք, հագարագն է։ Եթե մեկ տուն իր մեջ փաժնված է, այդ տունը գանքուն չի մնար գսե Հիսուս։ Սկզբունքն է։ Մեր միասնություն հնարավորություն կտա գադարելու մեր մարգարեական թերը որպես աստվածաշնչյան մարգարեության մնացորդ, թրջագելով հավիտենական ավետարանը բոլոր ասկերուն, ցեղերուն, բոլոր լեզուներուն, ժողովուրդներուն։ Անոր համար է որ մենք կխոսենք։ Մենք մեզի չենք պահեր, այլ կուզենք որ բոլոր ադիգա գիտնան։ Ինչ վիճակով, ինչ ցևով լա։ Քանի որ միասնություն կարևոր է Աստծո կողմեն դրված աս պատկամը դարաձելու առաքելության համար, Հիսուսի աղոթքը կսե որ ճշմարտությունը որպես միասնության կարևոր բանային։ Եթե ճշմարտություն չի գա մեր խոսածին մեջ, միասնություն մի չլա, քանի որ ճշմարտությունը կարևոր է իրարու միապանելու համար։ Սատանան բարդված թշնամի, եթե նույնիսկ մենք մեռնենք հանուն հավատքի, ոչինչ չի գնա վնասել մեզի։ Եթե ինչպես Պետրոսը գսե, բարին նախանցախնդրի եղիկ եւ չարը անզոր է գանքնեցնելու Աստծո ճշմարիտ հաղթարշավը։ Աստված հաղթանակ կդանի առաջ կերտա։ Ուրեմն հոստ քանի մահամարներ թեր գար, որ չի գրեցինք։ Օրինակ Մատթեոսի մեջ գսե, ան որ խաչը չարներ ու յետևես չի կար ինձ արժանի չէ։ Կորսկարակելոցի մեջ գսե Երեսները ցերնատրեցեք, որովհետեւ զոմաբաությունով աղոտ կնեն։ Հռոմայացիս 8:17 Մեկը կփանար։ Մեկը Սոֆիա Հռոմայացիս 8:17, մեկն է երկրորդ Տիմոթեոս 3:12։ Կամ ես կփանամ երկրորդ Տիմոթեոս 3:12։ Հա, 8:17։ Հա, բացիր, ով որ բացիր թող կարդա։ Եվ եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդները ու Քրիստոսին ժառանգագիցներ, որպիսի եթե իր չարչարանքներում կծոր տլան, իր փառքին հաղորդ տլան։ Այո, եթե չարչարանքներուն դժվար թող չի կա չարչարանքները, չարչարանքներուն գծոր տղանք, Հիսուսի փառքին ալ հաղորդ պիտալանք։ Ադի է իրեն ասածը։ Երկրորդ Տիմոթեոս 3:12 մեկը բացավ։ Չէ, օքեյ, գսե եւ ամեն անոնք որ գուզեն Աստված պաշտությամբ ապրիլ Քրիստոս Հիսուսով հալածանք պիտի գրեն։ Քանի որ մենք փարին գուզենք կնել, քանի աս աշխարհին եղողը սատանան չարը գուզե, մեզի հագարակ է։ Մենք փարին գուզենք կնել, ինքը չարը գուզենել, ալամա մեզի հագարակ կլա։ Այս մեղավոր ինգած աշխարհին մեջ կյանքը ինքնին դժվար է, նույնիսկ մեզ մե ավլավակույներուն համար։ Հոփը, գիտեք որ արդար մարդ մներ, եւ Աստվածը որ այս մարդը գադարյալ է, արդար է եւ Աստվածաբախ, ու չարթեն հերու կմնա։ Բայց նայեցեք որ սատանան ինչ բերավ իրեն քախուն։ Ամեն դեզակ չարչարանք ու դանչանք բերավ սատանան վրան։ Մեկ գիշերվա ընթացքում աղետը հարվածեց անոր եւ անոր ընտանիքը, ով չէ սորված կամ մասնական փորձով կամ դեսնելով ուրիշներու հետ պատահածը, որ մարդիկ հոս կաբրին, կասել թե անտունտի եզրին։ Եվ երբեք չես գիտեր թե երբ դուրս կուքաս այդ վերահսկողութեն։ Դարաբանքը ինչ որ չափով բոլորիս բաժինն է, ի վերջո ավելի լավ է դարաբիլ հանուն Քրիստոսի, քան թե որևէ այլ բանի համար։ Եվ ինչ հույս, ինչ մխիթարություն պետք է ունենանք մեր փորձություններու մեջ, որ Աստված միշտ մեզի հետ է։ Ատեղ համար մունիմ գսե որ ես քեզ երբեք չեմ ցկեր, երբեք չեմ լքեր։ Այդ համարը ամենեն դժվար ժամանակիդ մեջ է իսկ նորեն գրնամ ասել ես շատ մեծ արգած ունեցա, որ գլուխս աբագին զարգի ասկի առաջ լսած եմ եւ ամեն աբագին աչքերուս մեջ է լեցված էր եւ կեդինը ինձ թրին մայթին վրան չէի գնալ գլուխս թարցնել որ թոթվեմ կոնե այդ դժվար ժամանակի մեջ մեկը եկավ ինձ ասել որ գտամ քեզ համար աղոթել չեմ գիտե քիշեր ժամ 1-ին ասել գտամ քեզ համար աղոթել ես ասի այո խնդրեմ աղոթե ինձ համար եւ գիտեք որ փամը չի գոդրեցավ հենց փամը չի գոդրեցավ ոչ վիզս ոչ ոդկերս այդ արգազեմերջը Սատանան թշնամին գուզե քեզի խանգարել որ քո հավատքը նսեմացնե բայց Աստված միշտ կոմեն գուքա քեզ գսկես ես հոսեմ պիտանչվիս քանի որ Սատանայի աշխարհի մեջ ես պիտանչվիս բայց մի վախնար ես քեզ հետ եմ մինչև վերջը Ուշադրությունը նույնն կարևոր է ապրելու համար այո ուշադրություն գնաս երբեմն
Փորձանք կլա։ Փորձանքը։ Փորձանքը ուրիշ է, ուշադրությունը պետք է ունես։ Նախ որ իմաստու մեկի խնդրես ասում եք որ ջամփա գելես, աղոթե եմանան ջամփա։ Որովհետեւ դերը բայ արգազե, որ գահե։ Ուրեմն ուշադրությունը կարևոր է, որ մտակնած է։ Այո։ Նա իր խալով ու կբելախերը, Չսելու համար, որ որչափ արգազները տեսած ենք, որ Աստված մեզի բահեց։ Մենք անգամ են բրեյքը գողես տեսած, որ օտոն արջևետ անցավ, դու զարմանաս, որ ինչու բրեյքը դրիր, տեսա Աստված բահեց, շատ անգամներ եղած է, ադի շատ ավելի եղած է, քան թե արգազները։ Այո։ Վերջացնելու համար, քրիստոնեության մեջ երբեք հավատքի այնպիսի բազմազանություն չի եղած, ինչպես այսօր։ Եթե բարգևները առաքյալների, մարգարեներու, աբեդարանիչներու, հովիվներու, ուսուցիչներու անհրաժեշտ էին պահպանելու վաղ եկեղեցի միասնությունը, որքան ավելի անհրաժեշտ են այժմ միասնությունը վերականգնելու համար։ Որ Աստծո նպատակը եկեղեցի միասնություն վերականգնելն է վերջին օրերում խիստ ակնհայտ կերևնա մարգարեություններ են։ Մեզ կվստահեցնեն, որ բահաբանները, թեդերը կտեսնեն թեմթիմաց, երբ Տերը գրգին կբերե Սիոնը։ Ինչպես նաև որ վերջին ժամանակներուն իմաստունները կհասկանան թե երբ այս կատարվի գլա հավատքի միասնություն բոլոր անոնց հետ, որոնց Աստված կհամարե իմաստուն։ Քանի որ անոնք, ովքեր իրականում ճիշտ կհասկանան, անպայման պետք է նույն կերպ հասկանան։ Այսինքն, եթե թունա ճիշտը կհասկանա, թունա ճիշտը նույնը կհասկանանք։ Տարբեր չենք հասկանալ, քանի որ երբ ամիսա ճիշտը կհասկանանք։ Երբ այս կատարվի գլա հավատքի միասնություն բոլոր անոնց հետ, որոնք Աստված կհամարե իմաստուն, քանի որ անոնք, ովքեր իրական ճիշտ կհասկանան, նորեն կարդացի նույն տեղը, անպայման պետք է նույն կերպ հասկանան։ Այսպիսի դիտարկումներն ակնհայտ կդառնա, որ այստեղ կանխատեսված եկեղեցի գադարյալ վիճակը թերևս ապակային է, հետևաբար այս պարգև թերևս չեն իրականացած իրենց նպատակը, այսինքն պարգևները Աստված մեզի տված է մինչև եկեղեցի վերջը անիկա կորզաթելու համար, ինչ էր պարգևները, առաքյալներ, մարգարեներ, աբեդարանիչներ, հովիվներ, ուսուցիչներ եւ այլն։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Տեր օրհնե իր խոսքի սերտողությունը մինչև հաջորդ հանդիպում։